Սեպտեմբերից կիրառության մեջ կմտնեն նոր կենսաչափական էլեկտրոնային անձնագրեր եւ նույնականացման քարտ, որոնց մեջ տեղադրված չիպում կլինեն քաղաքացու անուն, ազգանուն, հայրանունը, ծննդյան թիվը, նկարն ու մատնահետքը։ Էլեկտրոնային անձնագրերը տրվելու են նախկին 10 տարվա փոխարեն 5 տարի ժամկետով։ Դրանք ուժի մեջ կմտնեն սեպտեմբերից, սակայն քաղաքացիները մինչեւ իրենց ներկայիս անձնագրերի վավերականության ավարտը կարող են կիրառել այն։ Քաղաքացու նույնականացումն է հեշտացնում անձնագրի հետ։ Շատ ժամանակ սահմաններում բոլորը դերևի առնչվել է, երբ որ լուսանկարի հետ կապված սկսում են տարաբնույթ հարցեր տալ, որպեսզի պարզեն այդ քաղաքացին եւ անձնագիրը իրենն է, թե ոչ։ Իսկ երբ որ կենսաչափական տվյալներով են, ընդհանրապես լուսանկարը չիպի մեջից կարդալով, համեմատելով քաղաքացու հետ կամ մատնահետքերի հետ, շատ կարճ ժամանակում անմիջապես կատարում է քաղաքացու եւ փաստաթղթի նույնականացում։ Քանի որ եւ անձնագրում եւ նույնականացման քարտում տեղ է հատկացված նաեւ սոցիալական քարտի համարանիշի համար, Մուրադ Խանյանը ենթադրում է, որ այդ քարտ ասվածը գործածությունից դուրս կգա։ Վարչության պետը խոսեց նաեւ մուտքի վիզաներում հայտնաբերված անգլերեն կոպիտ սխալների մասին, որտեղ օրինակ դիմում բառը թարգմանված է խնձոր։ Տարասխալները ուղղված են եւ 6 ամսից ավել արդեն մեր ծառայությունների կողմից սահմանային անցակետերում եւ օդակայաններում կիրառվում է նոր դիմում հարցաթերթիկը։ Լուսինե Դեմիրճյան, Հովսեփ Հովսեփյան, IPV։